Հիմա ուզում եմ հարցը նախ եւ առաջ ձեզ ուղղել, եթե կուզեք, գյուղվնդը ասելով ինչ ենք հասկանում, ինչ գիտենք գյուղվնդի մասին։ Գունդ բառից է առաջացել, առաջին բանը, որ մեր մտքին գալիս է հենց գունդը, հենց համայնքներ, շրջան իմաստ ունի, էլ ինչ գիտենք գյուղվնդի մասին։ Որ հին հայկական հարսանիքները օգտագործել են որպես ավարտական փոչ։ Հարսանիքների վերջում որպես փակման բարի գիշեր բարեկամների փոխարեն պարվող պար ու ուզում եմ ասել, որ մեզ համար շրջանառվող խմբերում ընդհանրապես տեղեկություն փոխանցելիս ինչ ենք ասում, որ գյուղվնդը պարատեսակ է, որը պատկանում է երկու գնալ, մեկ դառնալ պարատեսակին, քայլերին ու այդ տեսակ բոլոր պարերը խմբավորում ենք այդ մի տեսակի մեջ։ Մեկը գունդներ և մյուսը, որ գյուղվնդները չեն արագանում, իրենք դանդաղ ծանր պարեր են համայնքային, որին մասնակցում է ամբողջ համայնքը առանց տարիքային սեռային խտրականության։ Եվ փոխեք խնդրում եմ, գյուղվնդը ինձ թվում է բոլորդ գիտեք, որ նաև պարում են եզդիները, պարում են քրդերը, պարում են թուրքերը, ասորիները, բայց որպես ավելի տարածված տարբերակ թուրքական տարբերակն է շրջանառվում, որովհետև թուրքական կառավարությունը ունի մի քաղաքականություն, որ անկախ նրանից իր տարածքում ինչ ժողովուրդներ են ապրում, այդ ամբողջ մշակույթը ներկայացնում է որպես թուրքական մշակույթ ու մենակ մեր մասին չի խոսք, այնտեղ հույներ կան, ալևիներ կան, քրդերը, բոլորի մշակույթը որպես թուրքական է ներկայացվում։ Այս մասին դեռ կխոսեմ, ուրեմն մեր հետո ավելի կբացեմ իհարկե, բայց նախնական ասեմ, որ մեր ընկալումներում, եթե նայենք գրականության մեջ, զուտ ազգագրական նյութեր, որ դրվագային ներկայացվել են պարերը, ունենք պարագիտության մեջ գյուղվնդին անդրադարձեր և ունենք մեր ներկա ժամանակը։ Ազգագրական նյութերում հիմնականում ներկայացվում է որպես շուրջ պար։ Այսինքն գյուղվնդը ոչ թե պարի անունն է, ոչ թե պարի տեսակն է, այլ շուրջպար իմաստը ունի ու ներառում է տարբեր տեսակի պարեր, դանդաղից սկսած մինչև ամենաարագը թռնոցիներ։ Պարագիտության մեջ հիմնականում ընդունված տեսակետը ամենաշրջանառվողը Լիսիցյանի տարբերակն էր, որ գյուղվնդը որպես պարատեսակ է սահմանում։ Եվ պարանում դա արդեն մեր ժամանակների մասին է, որ մենք ընկալում ենք գյուղվնդը որպես պարանում, որովհետև պատկերացնում ենք, որ դա պիտի լինի դանդաղ, ծանր, պիտի ունենա երկու գնալ, մեկ դառնալ, շարժումներ, 6 քայլից բաղկացած, ու այս դեպքում ավելի շատ ընկալվում է որպես պարանուն, որովհետև հստակ մեղեդի ունի և հստակ քայլեր ունի։ Նախորդին անցեք։ Ուրեմն Լիսիցյանի մասին արդեն ասեցի, բայց շատ կարևոր է, որ Լիսիցյանը ընդհանրապես, եթե դրվագային ենք նայում, Աստվածաշունչը ոնց է, չէ, որ աղանդավորների դեպքում ասում ենք կոնտեքստից հանած ինչ-որ տողեր են մեջ բերում, եթե այտենց կոնտեքստից հանած ենք նայում, փոքր դրվագների մեջ ենք նայում, գյուղվնդը պարատեսակ է։ Բայց եթե ընդհանուր ենք նայում, Լիսիցյանը այդ ամբողջ շուրջպար երևույթը նկարագրել է։ Սկսվում են ամենապարզ հասարակ պարերից, շարժումներով ու ամենապարզ մեղեդիով, հետո սրանք սկսում են աստիճանաբար արագանալ, նույնիսկ թռնոցիներ դառնալ։ Լիսիցյանը այս ամբողջը բոլոր պարերի մեջ հատ-հատ ներկայացրել է, որ պարը ինչ տեմպով է արագանում ու մինչև ինչ արագությանը հասնում։ Սովորաբար այդ դանդաղ մասում մասնակցում ամբողջ համայնքը, որովհետև դա հասանելի է բոլորին։ Համ քայլերն են հեշտ, համ մեղեդին էլ թույլ է տալիս նույնիսկ ծերերին պարել։ Միջին տարբերակը
էլի հիմնականում ամբողջ համայնքներ ապարում եւ հետո որ միջինից մի քիչ արագանում էր, արդեն ավելի հասակավորները բարից դուրս էին գալիս, հետո սկսում էին ավելի կանայք դուրս գալ, հետո ընդհանրապես ամենավերջում, երբ որ դառնում են շատ արագ թռնոցիներ, այդ ժամանակ մնում են միայն երիտասարդ տղաները։ Այս ամբողջ ընթացքը, այս ամբողջ պատկերը Լիսիցյանը ունի բոլոր պարերի համար նկարագրած։ Բայց հետաքրքիր է, որ ինքը որպես ընդհանրացում, որպես ամփոփում չի առանձնացնում հենց այդ երևույթը, որ ոչ թե պարատեսակ է, այլ շուրջպար է։ Ինքը կենտրոնանում է այն պարզ ձևերի վրա, միայն պարզ ձևերի, որոնք ամենաշատն են հիշվում։ Ու մինչև հիմա մեր գյուղերում կան գյուղեր, որոնք այդ պարզ ձևերը պահել են մինչև հիմա ու էլի գյովնդ են ասում։ Ուղղակի Լիսիցյանը սահմանել է որպես պարատեսակ։ Եվ մեր պարագիտության մեջ մյուս կարկառուն դեմքը որպես պարագետ արդեն, որ անդրադարձել է գյովնդներին ու ընդհանրապես պարերին, Ժենյա Խաչատրյանն է։ Ժենյա Խաչատրյանն էլ լինելով Լիսիցյանի աշակերտը, էլի նկարագրում է որպես պարատեսակ, երկու գնալ, մեկ դառնալ, դանդաղ եւ այլն։ Բայց Ժենյա Խաչատրյանն էլ իր մտապատկերում ավելի շատ ունի որպես պարանոն, որովհետև եթե ուշադիր նայենք, այն պարերը, որոնք գյովնդ անունը չունեն, այդ խնդիրը նաև Լիսիցյանի մոտ կա, հա, որոնք գյովնդ անունը չունեն, ուրեմն գյովնդ չեն, թեև ունեն երկու գնալ, մեկ դառնալ կառուցվածք։ Այսինքն սահմանել են մի բան, բայց բոլոր պարերը չի, որ ընդգրկել են, կամ այստեղ բանասացներն են ուրիշ կերպ ներկայացրել, կամ ուղղակի ուշադրություն չեն դարձրել եւ Լիսիցյանը եւ Խաչատրյանը, որ դա ընդհանուր նայեն, գյովնդներին ընդհանուր նայեն, իրենք որպես մի դեպքում որպես պարատեսակ են նայել, մի դեպքում որպես պարանոն։ Այդ նույն ձևով օրինակ ծառ փնջելու պարը Թամզարան նկարագրվում է որպես երկու գնալ մեկ դառնալ կամ երկու գնալ երկու դառնալ, բայց չեն ընկալվում, որևէ տեղ չի նշվում, որ սրանք գյովնդներ են, գյովնդի տեսակ են, եթե տեսակ ենք համարում գյովնդը։ Եվ պարագիտությունից անցնենք, հաջորդին անցեք։ Հա, ես նշեմ, որ Լիսիցյանի մոտ, որ ասում է այդ ամբողջ դանդաղից արագին հասնելու պատկերը կա, Լիսիցյանի մոտ կան նաև օրինակ երկու գնալ, երեք դառնալ, չգիտեմ, 4 գնալ, երկու դառնալ տարբերակներ, քայլերի ոնց որ քայլերի քանակները տարբեր են ու այդ երկու գնալ, մեկ դառնալ կառուցվածքի մեջ չեն, բայց դրանք ունեն գյովնդ անվանումը։ Այստեղից ենք ենթադրում նաև, որ Լիսիցյանը ուղղակի չի ամփոփել դրանք որպես շուրջպար ու միայն այդ պարզ ձևերը ընկալել է որպես պարատեսակ։ Հաջորդին անցնենք։ Ես ուզում եմ ասել, որ Կոմիտասը ունի շատ սիրուն, ասենց պուճուր, բայց շատ սիրուն նկարագրություն պար եւ յալի բառի ու ընդհանրապես յալի մենք որ ասում ենք, երևի միանգամից մասունքի յալին ենք պատկերացնում, բայց էլի յալիներ կան ու այդ յալիները օրինակ գովնդի քայլերով յալի էլ կա։ Յալիներն էլ են պարում եւ թուրքերը, եւ քրդերը, եւ ասորիները ավելի քիչ իհարկե։ Ու տեսեք, պար բառը ինքը հենց շրջան, կլոր, աղեղ իմաստը ունի։ Կոմիտասը շատ սենց ասեմ, ինձ ցույց տվեց ճանապարհը, որ ուղղությամբ գնալ։ Հետո նաև բառարաններում փորձեցի այս բառերի իմաստները գտնել ու իսկապես կամ ինքը բառարաններից անհայելու արդեն վերարտադրել կամ իսկապես մարդը գիտեր դրանց մասին, պարը հենց բնիկ հայերեն բառ է ու շրջան իմաստն ունի։
Եվ յալի բառի բացատրությունը Կոմիտասն ասում է, որ յայ արմատից է թուրքերեն, որ էլի նշանակում է աղեղ շրջան։ Այսինքն մեծ հաշվով պարն ու յալին հոմանիշ բառեր են, մեկը հայերեն, մեկը թուրքերեն։ Թեև մենք այդ անունով պարեր պարում ենք։ Ոճերին դեռ կանդրադառնամ, անցնենք հաջորդին։ Եվ մի լավ նկարագրություն էլ տալիս է Ռաֆին, ընդ որում ասեմ, որ Ռաֆին ազգագրական նյութերի համար իսկական ամբար է, մի քանի տեղ յալի գովնդ պարերին անդրադառնում է, մի տեղ ասում է Վան Վասպուրականում գովնդ էին անվանում, Արարատի շրջանում յալի էին անվանում, եւ մի տեղ էլ նշում է, որ քրդերի մոտ գովնդ էին անվանում, մեզ մոտ անվանում էին յալի։ Հա, ստված սխալ բան ասեցի։ Ու Ռաֆու այս նկարագրություններն էլ իրականում Ռաֆին ավելի ոնց որ ավելի շատ է խոսել, հա, այս յալիների մասին, նկարագրում է, որ դրանք տարբեր մեղեդիներով էին կատարվում, պարտադիրեր երգելով, իրար ասել դարձնելով երգելը, ծանր դանդաղից սկսում էին, հետո արագացնում էին, ու այդ պարը հարմարեցնում էին մեղեդու հետ, շարժումները հարմարեցնում էին տարբեր մեղեդիների հետ։ Մենք այստեղից կարող ենք հասկանալ, որ մեկ պարի մասին չի խոսքը, այսինքն յալի են ասում կամ գովնդ են ասում, բայց այդ կազմված էր ոնց որ պարերի շարքից, տարբեր պարեր էին կատարում, բայց այդ բոլորը միասին կոչվում էին գովնդ կամ յալի։ Ազգագրական նյութերից քաջբերունու նյութն է շատ լավը, որ էլի ամբողջական այդ պատկերը տալիս է, թե ոնց են արագանում, դանդաղից արագանում պարերը, ու այդ նույն նկարագրությունը ինչ կազմով են սկսում, հետո վերջում մնում են երիտասարդ տղաները, նույնիսկ նկարագրության մեջ մի հետաքրքիր բնորոշում ունի, ասում է այնքան էր արագանում մեղեդին, որ նույնիսկ երիտասարդ տղաները չէին հասցնում այդ մեղեդու հետ շարժումներն անել, շատերը նույնիսկ ընկնում էին այդ արագության մեջ։ Քաջբերունու նկարագրությունը այնքանով է կարևոր, որ ամբողջական գյովնդը հենց գյուղի ժողովրդի պարելու ընթացքում արդեն ընդամենը հյուր է եղել այդտեղ, պատահական գնացել է հարսանիքի, ու այդ հարսանիքի ժամանակ նկարագրել էին, ինչ որ տեսել է հարսանիքի ժամանակ։ 12 պարից էր բաղկացած նկարագրումը, այդ ասում պարում էին գյոնդ, որը կազմված էր 12 պարից, այսինքն ընդհանուր գյոնդ էին անվանում, բայց այս գյոնդի մեջ սկսում են ծանդր գյոնդով, ծանդր գյոնդը այն գյոնդն է, որ մենք պարում ենք, այն դանդաղ տարբերակն է, հետո ծունկ կոտրոցին է սկսվում, հետո շորորով տարբերակն է, ու այնտեղ նաև կան ոչ բնութագրող անուններ, ոչ թե շարժումը բնութագրող, այլ անվանումներ է տալիս, ու 12 պարի անուններն էլ տալիս է, թե որ պարն էին պարում, որ պարից սկսած էր արագանում, որ պարի մեջ էին կանայք դուրս գալիս, որտեղ էին տղամարդիկ մնում, ու շատ սիրուն նկարագրություն է, իմիջայլոց այս ամբողջ նկարագրությունները մեջ բերումներով, եթե կուզեք, արդեն պիտի հոդվածը նայեք, որովհետև ես չեմ ուզում հիմա շատ ժամանակ ծախսենք մեջ բերումների վրա։ Անցնենք հաջորդին։ Եվ գովնդ բառի նշանակության մասին արդեն խոսեցինք, մենք պատկերացնում ենք դա որպես գունդ, ու Լիսիցյանն էլ հենց այդպես ներկայացնում է, որ գունդ բառից է առաջացել գովնդը, եւ բարբառներում կա կյոնդ, գովանդ, տարբեր տարբերակներով կունդ, պահլավերեն բառ է, ու գովնդը պարում են հենց գովնդ անունով, եթե ոչ նույն պարը, բայց գոնե նույն անունով տարբեր ժողովուրդներ պարում են։ Հրաչ Մարտիրոսյանը գովնդը այլ կերպ է բացատրում, որ նշանակում է շրջան կապել, ու քրդերեն բառ, ոչ թե պահլավերեն, այլ մեկնաբանում է որպես քրդերեն բառ, որ նշանակում է շրջան կապել։
Անցնենք հաջորդին։ Ուրեմն հիմա յալիի մասին, բացի Ռաֆու նկարագրությունից, ասեմ, որ շատ լավ նկարագրություններ ունի Պերճ Պրոշյանը Սոսիև Վարդիթեր վեպում։ Ընդհանրապես, որ գյուղվնդները ուսումնասիրել եմ, հենց երևի Պերճ Պրոշյանն էր մեղավոր, այնտեղ տարբեր տեսակի յալիներ է նկարագրում, ու ովքեր ընթերցել են, կհիշեն կամ ովքեր չեն ընթերցել, երևի առիթ կլինի ընթերցելու, բոլոր տոները հերթով ներկայացնում է, որ տոնից են սկսվում նշանդրեքները, որ տոնին են ուղղակի վարուցանք անում, ու բոլոր մեր տոները, Վարդավառ, Սուրբ Սարգիս, Տրնդեզ, այդ բոլոր տոները նկարագրում է հենց ժողովրդի աչքով։ Ու այնտեղ ունի օրինակ յալի, որ պարում են միայն տղամարդիկ։ Հետո նկարագրում է մի յալի, որ շատ ավելի ծանր էր, դանդաղ էր, պարում էին միայն կանայք։ Միտեղ նկարագրում է յալին միայն երաժշտական գործիքներով, միտեղ երգելով, միտեղ խառը կազմով։ Ու այստեղ արդեն հարց էր առաջանում, յալին դա պարի անունն է, իմ ընկալմամբ սկզբում դա ուղղակի պարի անուն էր։ Բայց երբ որ Պրոշյանի նկարագրություններն ենք նայում, արդեն պարզ է դառնում, որ դա մեկ պարի մասին չի խոսքը, տարբեր պարերի մասին է։ Ու առաջին միտքը, որ եկավ, յալին ու պարը նույն բառն են, այսինքն ցանկացած պարի յալի են ասում։ Հետո աշտարակի ազգագրական նյութերը արդեն վկայում են այդ մասին, բառարաններում եւ այլն, յալի բառը մեկնաբանում են որպես շուրջպար, որպեսզի մենք պատկերացնենք, շուրջպար ասում ենք, բայց ցանկացած պար, որ մենք բոլորով պարում ենք, շրջանով պարում ենք, դա շուրջպար ենք, չէ, համարում։ Այդ նույն ձևով ժողովրդական պատկերացումներով էլ ասում ենք յալի ու հասկանում ենք շուրջպար, ոչ թե պարի անուն, հստակ ինչ որ պար նկատի չունեն։ Այլ երբ որ հստակ որևէ պարին անուն են նկատի ունենում, այդ բնութագրող անուններն են տալիս, շորորալովը, ծունկ կոտրելովը, թռնելովը, արդեն այդ բնութագրող բառերը օգնության են հասնում։ Յալիի, յայլի տարբերակ էլ իհարկե կա, տարբեր շրջաններում տարբեր կերպ այդ յտառը այս կողմ են կողմ տանելով կիրառել են, անցնենք տեսանյութերին։ Այստեղ մասունքի կատարմամբ յալի պարն է, ժամանակակից մեր պատկերացումներով յալին կոնկրետ պար է։ Ես ինչքան գիտեմ, խմբերում շրջանառվող մեկ այլ յալի պար չի հանդիպում։ Փերիայի պարերից է, փերիահայերի պարերից։ Հենց մենակ սրան է լայնս։ Սա Հարիա Ռուձիկը գրառել է որպես յալի ու որպես պարանոն։ Սկզբում զույգերով են պարում ու բոլոր շարժումները փոխվում են պարբաշու հրահանգով։ Հետո դառնում է շրջան, շրջանի կենտրոն են կանչում որևէ տղայի, որը շրջանից ընտրում է մի աղջկա, սովորաբար հավանած աղջկաներ հրավիրում շրջանի կենտրոն ու մնացածը, այսպես մեր տերմիններով ասեմ, ողջունում են այդ զույգին, հետո այդ զույգը գնում տեղավորվում է նորից շրջանի մեջ, մյուս զույգին են կանչում։ Ժամանակակից մեր տրամաբանությամբ սա պարանուն է, հստակ գիտենք, որ յալին մենակ սա է, այս պարն է, այլ ուրիշ պար չկա յալի։ Մյուս տեսանյութն էլ, նայենք։ Սա յալալի պարերքն է։ Զատկական պարերքա։ Այստեղ էլի կուզեմ շարժումներին ուշադրություն դարձնեք,
Քայլերը 6-ն են, 2 գնալ, 1 դառնալ։ Մեր սովորական գովնդից մենակ տարբերվում է ձեռքերը վերև, ներքև բարձրացնելու համար, մենակ դրանով է տարբերվում։ Բայց քայլերը լրիվ գովնդ են։ Ճիշտն ասած հարցում եմ արել նույնիսկ մասունքցիների մեջ, յալալին ձեր համար գովնդա թե յալալիա։ Մասունքցիների մեծ մասը ասում են յալալիա։ Սա գովնդ չի մեր պատկերացումներով, բայց եթե մենք ինքներս էլ շատ հաճախ նույնիսկ մասսայական պարուսությունների ժամանակ ես ինքս էլ ասել եմ, որ գովնդը պարատեսակ է, 2 գնալ, 1 դառնալ եւ այլն, հետո յալալիի մասին խոսելիս առանձին մի հատ ուրիշ տեքստ ենք պատմում, որ սա Հարոյան Ռուզիկի գրառած յալալին է, զատկին էին պարում կամ բարեկենդանին, ու սրան հատկապես որ տենց 1 տոնի ժամանակ է պարվում ու պարերքով, մենք երկնել հետը, տեքստը լրիվ երկի զատկական կամ բարեկենդանյան է։ Միանգամից ասոցիացիան նա է, որ սա առանձնահատուկ մի հատ պար է, որը գովնդի հետ կապ չունի, բայց մեծ հաշվով, եթե մենք պարաքայլերին նայենք, ինքը գովնդ է։ Յալալին Հարոյան Ռուզիկը չգիտեմ, որ տարածքից է գրառել բառերը։ Ներողություն, Մեղեդին։ Բառերը արճակի շրջանից ազգագրական նյութերում էլ կա։ Ես էլ չգիտեմ, Արևմտյան Հայաստան։ Ուզում եի ասել, որ մեր ժամանակակից պատկերացումները մի քիչ ուրիշ են, արդեն մենք ենք սկսում պարերին նաև իմաստներ տալ։ Այս դեպքում իմաստ ենք տվել յալալիին որպես զատկական պար ու էլ իրան գովնդ չենք ընկալում։ Այնինչ հնարավոր է, որ դա էլ ուղղակի որպես գովանդ պարել, ուղղակի մեղեդին համընկնի ու վերջ։ Ես մոռացա նշել, որ Լիսիցյանը ինքն էլ նկարագրում է, որ պարի այդ շղթայի մեջ պարերին տարբեր անուններ էին տալիս։ Ու այդ շարժումները իրարից շատ չէին տարբերվում, ընդհանրապես մի դեպքում կարար ոդկը մեկը, մի դեպքում ոդկը խաղում էր հատակին, մի դեպքում ծունկներ ծալվում, այսինքն շատ աննշան փոփոխություններ էին, դրա համար 2-3 ժամ կարային պարեին, ասում ենք, բա չեն հոգնում, ասում են մոմերով պարը 7 շրջան պարում էին, մի 2 ժամ տևում էր։ Մինչև այդ 7 շրջանը պատկերացնում եք դանդաղ պարեին, բայց հոնույն մեր պատկերացրած այդ 6 քայլով գովնդը չէր, այսինքն այնտեղ կային մի քիչ ավելի զարգացող շարժումներ, փոփոխություններ, երգներ փոխվում ու մինչև գոնե միջին տեմպի հասնելը համարում ենք գովանդ։ Կարող է թռնոցիները չհամարենք, բայց գոնե մինչև միջին տեմպի հասնողները համարվում են գովանդ։ Դրա համար այս մասին էլ էի ուզում անպայման նշել, որ այդ 7 շրջանը նույն պարը չէր, տարբեր քայլեր էին, թեկուզ փոքր փոփոխություններով։ Ազգագրական նյութերում ունենք հալայ անվանումը, որ պարին անվանում են հալայ։ Տեսանք, ունենք գյովանդ տարբերակը, ունենք յալի տարբերակը և հանդիպում է նաև հալայը, իհարկե ավելի քիչ, քան յալին ու գյովնդն են, բայց որոշ շրջաներում նաև հալայ էին ասում, ու կապ չունի ինչ պար էին պարում, ասում էին հալայ քաշի, այդ նույն ձևով կար հալայ բաշի, ոնց որ մենք ասում ենք պար բաշի, այսինքն կարևոր չի, թե որ պարն է քաշում, չէ, առջևում կանգնածը, նույնը հալայ բաշին էր, մենակ հալայների մեջ, օրինակ չունենք այդքան հարուստ նկարագրություններ, որ դանդաղից արագանում են, դառնում են թռնոցիներ, ընդամենը մի քանի տեղ է հանդիպում, մի տեղ միայն տղամարդիկ են պարում, երգելով, և մի տեղ արդեն խառը կազմով են պարում։ Ու բարին անդրադառնանք, նույն պար բառն է, բար տարբերակը տարածված է արդեն Սեբաստիայի, Համշենի տարածքում բար են ասում, սփյուռքահայերն էլ ովքեր որ այդ տարածքներից են, բար են անվանում,
Բայց ուզում եմ այստեղ մի հետաքրքիր բան առանձնացնել, որ Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերը եւ հայաբնակ, որտեղ որ հայերը շատ են բնակվել այդ գյուղերում ապրող այսօրվա քրդերը պարին էլի բար են ասում։ Կփոխեք, որ խնդրեմ։ Ուրեմն կլոր պար, բոլոր պար, մենք հիմա ասում ենք շուրջ պար, բայց մեր ժողովրդական տարբերակը կլոր պար կամ բոլոր պարն է, ու լրիվ հոմանիշ գյովանդ այդ գունդ բառի, կլոր, աղեղ, շրջան, կլոր բոլորը հենց այդ նշանակություն ունի ու բոլոր բառը բնիկ հայերեն բառը։ Բոլոր պար որպես այդպիսին շատ չի հանդիպում որպես նկարագրություն ազգագրական նյութերում, բայց հիմնականում հանդիպում է տեքստերում, բանահյուսական նյութերում է հանդիպում, որտեղ կլոր պարի մասին կամ բոլոր պարի մասին խոսում են։ Եվ միակ նկարագրությունը կլոր պարի մասին, որ ունենք, դա Ժենյա Խաչատրյանի նկարագրությունն է ջավախքից գրառած պարերի համատեքստում, ջավախքում բոլոր պարերին ասում են կլոր պար։ Ու այդ միակ նկարագրությունն է, որ կլոր պարի ունենք, ու Ժենյա Խաչատրյանն էլ էլի նշում է, որ դանդաղից արագանում են, վերջում մնում են տղամարդիկ, ու այս կլոր պարը իր ներսում էլի ունի անվանումներ։ Մի ոտ, երկու ոտ, 3 ոտ, այդ 3 ոտ, որ ասում են, 3 ոտ ջավախքցիները տենց են ասում, այդ 3 ոտքը էլի Ժենյա Խաչատրյանը համեմատում է գյովանդ պարատեսակի հետ, 2 գնալ 1 դառնալ, այդ 3 ոտը ջավախքի նույն 2 գնալ 1 դառնալն է, այդ 2-1-3 բանն է, ընդհանրացրած 3 թվով, ու էլի նկարագրողական, այսինքն քանի ոտ պիտի պարեն, անվանումները էլի նկարագրողական են։ Այստեղ տեսանյութը նայենք, օրինակ Տիկնի Պսակ երգի մեջ այդ կլոր պար իմաստը օգտագործվում է, կլոր պար, բոլոր պար։ Իմիջայլոց այս բոլոր պարի հետ կապված ինքը նաև բուլ տարբերակը ունի, ստեղից առաջացել է նաև բլուր բառը։ Այս առումով նման է նաև այդ թուրքական յայլա բառին, հա, սարին յայլա են ասում, մենք էլ բուլ բլուր ենք ասում։ Որոշ շրջաններ, օրինակ, ես այս վերջերս եմ պարզել, որ Եղեգնաձորի շրջանում գունդը խմորի ասում են պիլ, այդ նույն բուլ, պիլ, պյուլ, այդ արմատներն է, որ տարբեր բարբառներում տարբեր անուններ ունի։ Աղավնաձոր։ Կարող է ուրիշ գյուղերում էլ են ասում, ես Աղավնաձորը գիտեմ։ Այստեղ բառերի մեջ ասում է կլոր պար, մեջը ծառ։ Քանի որ առաջ տալու հնարավորություն չունենք, մինչև այդ կլոր պարին հասնելը մի քիչ երկար կլինի, որ հասցնենք այսօր նաև պարել։ Ուզում եմ ասել, որ բանահյուսական տեքստերում է հիմնականում կլոր բոլոր պարերը պահպանվել, պրակտիկայում ավելի քիչ է օգտագործվում։ Անցնենք հաջորդին։ Հիմա անցնենք թուրքական քրդական տարբերակներին։ Ուրեմն թուրքական տարբերակում իրանք նույնիսկ քարտեզով առանձնացնում են։ Ամեն շրջան ունի իր պարի անվանումը ու հենց պար իմաստով։
բոլոր պարերին այդ անունով են անվանում։ Կա օրինակ Հորոնի շրջան, կա Հալայի շրջան, կա Բարի շրջան, ու բարը արդեն ասեցի, որ տարածքներում է օգտագործվում, հետաքրքիր է, որ իրանք ոնց են մեկնաբանում այս ամեն ինչը, ինձ հետաքրքիր էր, որ իրենք պարում են, իրենք ինչ մեկնաբանություններ են տալիս, ինչ բացատրություններ են տալիս։ Օրինակ բարի հետ կապված, ճիշտ է քրդերն են պարում, բայց այս թուրք հետազոտողները մեծամասնությունը ներկայացնում են որպես թուրքական մշակույթ, չեն ասում, որ դա քրդերն են պարում, ասում են էսին Արևելյան Անատոլիայի շրջանը բարի շրջանն է, որը ուրեմն այս բարը ինչի հետ են կապում, որ շամանական մշակույթից եկած բառը, որովհետև շամանները ունեցել են բար անունով թմբուկ, ու իրանք կենտրոնական Ասիայից, որ եկել հասել են Թուրքիայի ներկայիս սահմաններ, այդ մշակույթը իրանց հետ բերել է։ Դրա համար այդ շրջանի պարերը կոչվում են բար։ Հալայ բառը ալայ աստծո հետ են կապում, կամ բացատրում են եւ բար բառը եւ յալին եւ գյովանդը եւ բարը բացատրում են միասնություն, հաղթանակ, ամբողջություն, հիմնականում այս իմաստներով են բացատրում։ Բայց այդ բոլոր բառերի արմատները իրանք տանում են դեպի կենտրոնական Ասիա։ Ու ուզում եմ այս մասին անպայման ասել, որովհետև ես էլ էի զարմացել, մի հեղինակ ունեն, որ նշում է, որ սա ուղղակի թուրքական մշակութային քաղաքականություն է ու չի կարելի անտեսել, օրինակ բարը այն առումով, որ բարը ոչ մի պատմական կապ կենտրոնական Ասիայի հետ չունի ու կենտրոնական Ասիայում գոնե ինչ-որ ձևով դա պիտի արտացոլված լիներ։ Ու նշում է, որ սա պատմական կապ ունի հայերի հետ, բայց թուրքերը այդքան էլ հակված չեն այդ մասին խոսալու։ Զարմանալի է, որ հենց Թուրքիայում ապրող գիտնականներ էլի, ոնց են թողել, որ այդքան բաց խոսի դրա մասին, կամ այնտեղ օրինակ Հորոն պարի մասին ասում է, որ դրանք հույների հետ պատմական կապ ունեն ու թուրքական ժողովուրդների հետ ոչ մի կապ չունեն։ Այս տեսակ բաներ քիչ, բայց հանդիպում են ու ես ուրախ եմ, որ իրանք ունեն adekvat մարդիկ, որ կարողանում են գոնե տենց հատուկենտ անդրադառնալ։ Յալինել, հալայնել, բարնել, հորոննել, սրանք բոլորը, եթե արմատական վերլուծությամբ հենց այդ ժողովուրդների արմատական բառարաններով ենք նայում, դրանք բոլորը նշանակում են աղեղ, կլոր, շրջան, համայնք, նույնիսկ մեղուների պարս, որովհետև մեղուների պարսն էլ է համայնքով, ու միասնականություն, տարբեր լեզուներով ունեն նույն իմաստը, և եթե մենք օրինակ հալայի դեպքում չունենք այդ ամբողջական նկարագրությունը, այս թուրքական թուրք հետազոտողները բոլոր պարերի համար ունեն նկարագրություններ ու ամենահետաքրքիրը, որ դրանք ոչ մի բանով չեն տարբերվում այն նկարագրություններից, որ ունենք մենք։ Տեմպը նույնն է, պարաքայլերը նույնն են, կառուցվածքային առումով մեծ հաշվով նույնն են, նույն ձևով օրինակ ոնց էր նկարագրվում, չէ, որ պարի կեսից մի մասը դուրս են գալիս, ովքեր են մնում եւ այլն, այս բոլոր նկարագրությունները ընդհանրական են եւ այդ բառերի առումով եւ ժողովուրդների առումով։ Մենակ շատ կարևոր է, որ սրանք ոճային առումով ահա որ տարբեր բաներ են, մեկ-մեկ որ նայում ես, քեզ թվում է այդ նույն պարը չի։ Տպավորությունն է, որ լրիվ ուրիշ պար են պարում, բայց եթե քայլերին նայենք, նույն քայլերն են։ Ձեռքերը նույն քայլերն են, բայց ընդ որում քրդական տարբերակում շատ են թրթռոցները։ Այն հատվածներում, որտեղ բար տարբերակն է տարածված, թրթռոցները կամ մեղմ են, կամ չկան։ Նենց ոնց որ մենք ենք պարում։ Փոխենք։ Ուրեմն, իրականում մեր գյուղական, մեր հայրենական, 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 մեր հայրենական,
միջավայրում բավականին լավ պահպանվել են հենց գովնդները, գովանդ, գյոնդ, յալլի, այս նոր սերունդն էլ եթե նույնիսկ պարում է, ամեն դեպքում ընկալում են որպես պարանոն, որովհետև սովորաբար չեն արագանում սրանք, ու այդ արագացող տարբերակները չեն էլ պահպանվել, դանդաղ տարբերակներն են, մեկ-մեկ միջին տարբերակը, Շիրակի կողմերում օրինակ պահպանվել է բոլոր պար տարբերակով ու իրանք համայնքով երբ որ պարում են ընդհանուր խառը կազմով էլի բոլոր պարա, դանդաղ տարբերակն է ու հարսի շուրջ են պարում հարսին հագցնելուց էլի բոլոր պարն է, որ երբեք թռնոցի չի դառնում։ Սա ներկայիս պատկերացումներն է արդեն։ Արփի գյուղում, Աղավնաձոր գյուղում, Եղեգնաձորի յալլի տարբերակն է, ասում են յալլի ու գյովնդի այդ մեր պատկերացրած գյովնդն են պարում 8 ոտ տարբերակը, բայց այն ավելի մեծերը հիշում են, որ սրա արագ տարբերակներն էլ կային, ասում են արագ յալլի էլ կար, մի հատ էլ յալլի կար, որ մենակ աջ էր գնում, այսինքն իրանք ավելի շատ գիտեն, բայց դա հիշողության մակարդակում է, հա, պրակտիկ մասով միայն դանդաղ տարբերակն է պահպանվել ու երիտասարդները դա լրիվ ընկալում են որպես պարանոն, ոչ թե շուրջպար, այլ պարանոն։ Ու քաղաքային միջավայրում բնականաբար ժողովուրդը սովորում է պարախմբերով, անհատներով, այսինքն գյուղում պոչից բռնած չի սովորել, պարի պոչից բռնած չի սովորել պարը, քաղաքում հատուկ ոնց որ գնում ենք ինչ որտեղ սովորելու կամ լավագույն դեպքում եթե ինչ որ խումբ չենք գնում, կասկադ ենք գնում սովորելու։ Քաղաքային միջավայրում արդեն մի քիչ ուրիշ է։ Քաղաքային միջավայրում էլ տեքստեր են, ես էլի նշեցի, որ մենք տեքստերը պատմում ենք նշանակում է գունդ, երկու գնալ, մեկ դառնալ պարատեսակ է, բայց մեկը մեր ընկալումներում էլ է պարանոն, որովհետև եթե ու այն պարերը, որոնք գյովնդ անվանումը ունեն, ուրեմն գյովնդ են, եթե չունեն, բայց նույն կառուցվածքով են, ուրեմն պարանոն, ուրեմն դրանք գյովնդ չեն, այսինքն մեծ հաշվով մեր ընկալմամբ էլ է պարանոն։ Ու եթե ամփոփեմ, համ էլ շատ չխոսեմ, մեծ հաշվով յալլի, գյովնդ, բար, պար, սրանք բոլորը շուրջպար իմաստ ունեն, որ ժողովուրդը բոլոր կամ կլոր պարեր ասում, մեր համար էլ որպես ժամանակակից տերմին շուրջպար, որը ներառում է շատ տարբեր պարեր։ Ոնց որ հիմա մենք համայնք ենք, մեկ համայնք ենք, բայց ամեն մեկս մեր անունն ունենք։ Այդտենց շուրջպարն է, ու շուրջպարը ներառում է շատ տարբեր պարեր, տարբեր մեղեդիներ, տարբեր քայլեր, տարբեր ռիթմեր։ Հիմա սիրով ձեր հարցերին կպատասխանեմ։ Ես սպասում էի։ Այնտեղ գունդ բառի մեկնաբանության մեջ նշեցիք, որ քրդերեն ինքը գյո եւ ոմդ գոթին եւ վենդ արմատներից է բաղկացած ու էլի նշանակում է շրջան շուրջպար եւ պահլավերեն բան նշանակում է էլի ժողովուրդ շրջան համայնք պար հիմա քրդերենը իրանական լեզվան դանքի մեջ է պահլավերենն է ոնց որ միջին իրանական միջին պարսկերերի տեսակներ, եք ասել, որ դրանք երկու տարբերակներ ճիշտ են։ Մեծ հաշվով դրանք տարբեր չեն իմաստային առումով, ոչ պահլավերենի տարբերակում, ոչ քրդերենի։ Մեկը նույնն է իմաստը, շրջանն է, գունդն, այդ կլորն է։ Իմաստը միևնույնն է, նույնն է։ Իմիջայլոց այդ որ ասում էի պահլավերենից է գունդ, այդ Աճարյանի, ըստ Աճարյանի։
Չլսեցի։ Հա, տեսանյութը նայենք։ Ճիշտ ասած հարգելին ասեց, այդ ինչ նյութերը իր ուղարկել չի ուզում։ Նայենք, բայց սա ոճային առումով կզգայիք, եթե ձայնը չլսեիք, որ մի քիչ քրդական մեղեդի է։ Դասպանակ չկա, Այս նույն ձևով, այս լրիվ նույն ձևով պարում են Մարտունիում։ Ու այստեղ ոչ մեկ պարի խումբ չի գնացել։ Սա ուղղակի գովնդի տարբերակ, որ ոճային առումով նման է մեզ։ Մյուս տարբերակները լրիվ թրթռոցներ է, ձեռքերի, ուսերի, նույն 6 ոտը, բայց թրթռոցներով։ Սա բարի շրջանի, այդ բար թուրքական բար շրջան կոչվող շրջանից փոքր տեսանյութեր, հարցեր։ Ապարան գյուղի մասը չկա։ Տեսեք, եթե օրինակ ապարանի գյուղը, եթե մենք չասեինք ապարանի գյուղ, օրինակ անունը լիներ ապարան, հաստատ ոչ մեկ չէր ասելու դա գյուղ է, բայց որ պոչից այդ գյուղ բառը կա, արդեն ենթադրում ենք ապարանի գյուղ է։ Իսկ այդ երկը, որ ստեղ պարում ենք, որքան կապում հնարավոր է, որ հարմարեցված է, բայց ասեմ, ժողովուրդը որտեղ շատ լավ ներևին գնում է։ Այդ առումով այնքան ճկուն է ու ոչ քաղաքային միջավայրում էլ հենց տեղում իրավիճակին հարմար բառեր էին հորինում ու կարար օրինակ, չգիտեմ, հարսանեկան մի հատ երգի մեղեդու վրա, բայց զատկական տոնին ոտքի վրա հորինեին մի հատ ուրիշ երգ։ Ես մենակ քեզ եմ սիրում։ Հա։ Հա, ճիշտ եք հիշում, ապարանի գյուղի մասն է, չէ՞ խոսքը։ Դրանք բոլորը ոտքի վրա հորինվում էին։ Թաղալուի մասին մոռացա խոսել, որ թաղալու ապարանում էլ են թաղալու ասում, օրինակ Զոլաքարում էլ է հանդիպել թաղալու են ասում, մրգաշատ, եթե ճիշտ եմ հիշում գյուղի անունը, թաղալու են ասում։ Լիսիցյանը բացատրություններ տալիս է, բայց առանց փոքրացնելու Լիսիցյանին, ասեմ, որ ինքը մեկ-մեկ բառային վերլուծություններ է արել, հայերեն չիմանալով եւ լեզվաբան չլինելով վերլուծություններ արել, որոնք այդքան էլ ճշմարտությանը չեն համապատասխանում, հա։ Ես դրա բացատրությունը շատ եմ փնտրել, դեռ չեմ գտել։ Խոստանում եմ գտնելու դեպքում կիսվել։ Հա, բայց պարերքերին այդ նույն գյուղը յալի բար, դրանք բոլորը երկով ուղեկցվող շուրջ պարեր էին։ Նույնը թաղալում էր։ Նույն համար տատիին, որ հարցնեք, ասում էինք, թռնում էինք։ Այսինքն թաղալուն ասում էինք, թռնում էինք։ Սա էլի պարի, ոնց որ պար անվան հոմանիշ է, բայց որ լեզվով եւ ինչ է նշանակում, այդ չեմ կարող ասել։ Ես տեսել եմ, Որ պարը։ Ուրեմն, տեսեք, սասունցիները նույն շարժումները 6 ոտ կամ 8 ոտ, որ տարբերակը, որ պարում են, սասունցիները խառը կազմով պարում են, դա անցալում են լրիվ ուրիշ տեսակի պար, մոմերով նույն պարը պարում են, համարում են ուրիշ պար, բայց ես վստահ եմ, որ այդ պարի շարժումները փոխվել են ընթացքում, բայց այդ մի տեսակն է պահպանվել։ Մոմերով պարում են, ասում են մոմերով գովնդը, այսինքն դա մի հատ առանձնահատուկ շարժում պիտի ունենար, որովհետև բնութագրում են արդեն, մոմերով պարը, գովնդնային մեկը չի։ Ինձ ասում են վերջացնեմ։ Եկեք պարենք այդ դեպքում։